Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության անդամներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, 24 թվականի հաշվետվությունը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ոչ միայն մանրակրկիտ լսվեց, բաց մասում ըստ էության ներքին գործերի նախարարությունը հնարավորություն ունեցավ ծրագրային բոլոր դրույթները մանրամասն ներկայացնելու եւ այն ռեֆորմերի տեսանկյունից, որոնք պետքա լուծեին բազմաթիվ խնդիրներ բոլոր այն հնարավորությունների մասով, որոնց մասին ազգային ժողովը ունեցել է օրենսդրական բազայի ստեղծման հնարավորություն, ներքին գործերի նախարարության հետ մեկտեղ, բայց քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ այդ հնարավորությունը արդեն տեսանելի պետք է շոշափելի է մեր հողի վրա, երբ որ այդ ծրագրերը արդեն սկսում են գործել։ Նաև քննարկման ընթացքում հարցեր դրվեցին ներքին գործերի նախարարության մասով եմ ասում, օպերատիվ տնտեսության արագ զարգացման, որտեղ այդ հնարավորությունները, եթե մյուս կառույցները արտաքին ծառայության իրենք տեսանելի են եւ մեր հասարակությունը դա տեսնում է, բարեկային ծառայության միջոցով, մյուս ծառայությունների միջոցով, համայնքային ոստիկանության ձևավորման միջոցով, քրեական ոստիկանության ճյուղը ինքը արագ ճանապարհ անցնելու պետք է հնարավորություն ունենա եւ ինքներս տեսնում ենք, որ այդ կառույցի հնարավորությունները մենք տվել ենք, ես անդադ շեշտում եմ գաղտնալսման հնարավորությունը, որը նաեւ տեսանք, որ այս տարի այնուամենայնիվ բյուջեի մեջ կնախատեսվի, մենք ունենանք այդ հնարավորությունը արդեն իրացված տեսքով, որը լրացուցիչ գործիք է քրեական ոստիկանության կարողությունների ավելացման, նաեւ շատ կարեւոր է կադրային քաղաքականության այն հիմնասկզբունքները, որոնք դրված են այդ համակարգերի մեջ, դրանք դառնան ավելի շոշափելի եւ այն առաջընթացը, որ պետքա կադրային առաջընթացը պետքա ներկայացված լինի, դա համապատասխանի այն ցանկություններին, որը դրված է բարեփոխումների փիլիսոփայության հիմքում։ Գաղտնի մասում բնականաբար ես թվեր չեմ կարող ասել, բայց քննարկումները շատ տևական են եղել եւ այդ տևական ժամանակային առումով շատ բովանդակային լուրջ քննարկումներ են եղել, ասեմ, որ ոչ միայն մեր երկու հանձնաժողովները սկզբնական փուլում շատ ակտիվ էին, նաև մինչև վերջ ընդդիմությունն էլ մեր հետ միասին մանրակրկիտ ուսումնասիրեցին այն բոլոր ծրագրերը, որոնք դրված էին կատարողականի հիմքում եւ որոնց արդյունքում զեկույցները, որ ներկայացրեցին կառույցների ղեկավարները, վատառողջ էր պաշտպանության նախարարը, բայց ամբողջ թիմը, որ ներկայացվեց բոլոր այն ծրագրերը, սկսած պաշտպանական գերատեսչության հիմքում դրված սպառազինությունից մինչև որ ծառայության բովանդակային փոփոխությունների հեռանկարները, կարծում եմ, որ որևէ բաց հարց չի մնացել, թվերի առումով իհարկե մանրակրկիտ ներկայացվել են, թե ինչ թվային արդյունքներ ունենք, դրանք բոլորը բարձր ցուցանիշներ էին, ռազմաարդյունաբերության ոլորտի մեր հաջողությունները բնականաբար շարունակական պետք է լինեն եւ դրա մասին մանրամասն խոսեց նախարար Մխիթար Հայրապետյանը արտաքին հետախուզության տվյալ պահի վիճակի եւ հեռանկարների մասին մանրամասն խոսվեց կառույցի ղեկավարի Քրիստինե Գրիգորյանի կողմից ազգային անվտանգության ծառայության տնօրեն Պարոն Աբազյանը մանրամասն ներկայացրեց այն գործընթացները, որոնք տեղի ունեցել 24 թվականի ընթացքում սահմանապահ զորքերից մինչև այն կարողությունները, որոնք փոխանցվեցին արդեն Հայաստանի Հանրապետությանը այդ ուժերի կառավարման եւ դրանց հետագա զարգացումների տեսանկյունից եւ ասեմ, որ թվերը բարձր լինելով հանդերձ համոզիչ էին, որովհետեւ ինչքանով որ առնչվել ենք մենք այդ ամենի հետ, այդ ամենը շոշափելի եւ տեսանելի է եղել եւ կարծում եմ որ 25 թվականի արդեն մեր կատարողական երբ որ մենք կնայենք համատության մեջ, եթե նայում ենք 23-ը 24-ի հետ, 24-ը 25-ի հետ, ակնհայտ է որ անվտանգության մարմինների հետ կապված կամ բազմաթիվ լուծված խնդիրներ եւ չլուծված խնդիրների հեռանկարում մենք ունենք պատկերացում, թե եւ կառույցներ ունեն պատկերացում, թե ինչ զարգացումներով ինչ հերթականությամբ պետք է հասնենք մեր նպատակներին։ Ես թվեր չեմ ուզում ասեմ, բայց դրանք բոլորը ներկայացված լինելով հանդերձ շատ այնպես հարցեր չեն առաջացրել փակ քննարկումների ընթացքում, դա նշանակում է, որ եւ
գործող իշխանությունը եւ ընդդիմությունը այս հարցերում ոնց որ թե ունեն կոնսենսուս ընկալելու եւ այդ ընկալման մեջ հերանեկարը ճիշտ գնահատելու եւ այդ ճանապարհով գնալու համար։ Շնորհակալություն։